Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում ես այսօր զրուցելու եմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Իշխանյան։ Բարև ձեզ։ Պարոն Իշխանյան, դուք օրերս Ժնևում էիք, մարդու իրավունքների հետ կապված զեկույց եք ներկայացրել։ Կմանրամասնեք ինչ միջոցառում էր եւ մասնավորապես ինչ է բովանդակել ձեր զեկույցը։ Միավորված ազգերի կազմակերպությունում ամեն երկիր 5 տարին մեկ մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հաշվետվություն է տալիս մյուս երկրներին։ Այսինքն եթե կա 193 երկիր ներառյալ Հայաստանը, այս մայիսի 1-ին Հայաստանի հերթն էր, որ այդ 5 տարվա մարդու իրավունքների իրավիճակի մասով մյուս երկրների դիտարկումներն ու առաջարկությունները լսի։ Բայց այդ դիտարկումներն ու առաջարկությունները ինչի հիման վրա են արվում։ Հայաստանն է տալիս մի հատ զեկույց, պետությունը կոչվում ազգային զեկույց, մարդու իրավունքների պաշտպանն է տալիս զեկույց, կարող են տալ դրսի կազմակերպություններ զեկույց, ինչպես նաև տալիս են Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ այլն։ Մենք երկու զեկույց էինք տվել, մենք ասելով նկատի ունեմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորմանը, որը վերաբերում էր 2023 թվականին Հայաքվեի այդ իրականացած ստորագրահավաքին, երբ որ ազգային ժողով օրենքի նախագիծ էինք փորձում բերել քաղաքացիական նախաձեռնությամբ ու այդ ժամանակ թե ինչ իրավախախտումներ, ինչ իրավունքներ էին խախտել իշխանությունները, փորձելով խոչընդոտել մարդկանց ընտրական իրավունքը, հա։ Այնտեղ եթե հիշում եք Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց տարածքներ տալ, ինչը պարտավոր էր անել օրենքով, Սիսիանի, Սպիտակի, Ամասիայի, Դիլիջանում հրաժարվեցին տարածքներ տալ, բայց հանրային ճնշման արդյունքում ի վերջո տվեցին, բայց այնուամենայնիվ նրանք արդեն խախտել էին իրավունքը, որովհետև մարդիկ այդ օրերին հնարավորություն չունեն, այնտեղ նույնիսկ կար, որ 19 օր փաստորեն տարածք չէին տրամադրել, որպեսզի այդ համայնքը կարողանա գալ ընտրել։ Բացի դրանից տեղեր կային, որ հեռու էին տալիս տարածքը, օրինակ Էջմիածնում 4 կիլոմետր հեռու տվեցին, կամ անբարենպաստ ոչ բարվոք պայմաններ էին տալիս, ինչը ենթադրվում էր, որ հատուկ են անում, օրինակ Դիլիջան, եթե հատուկ էլ չեն անում, միևնույնն է, խախտել են, հա, իրավունքները։ Դիլիջանում ինչ-որ 4-րդ, 5-րդ հարկում էին տարածք տվել, որտեղ սեղան չկար, պարկետները դուրս ընկած էին ու եթե դուք հաշմանդամություն ունեիք կամ տարեց մարդ էիք, որ դժվարությամբ է բարձրանում, փաստորեն զրկվում էիք ձեր ընտրական իրավունքից, ինչպես նաև կհիշեք, որ հարձակումներ եղան Մարտունում, եկան փորձեցին ճեղել այդ ստորագրությունները, ոստիկանությունն էլ առանձնապես ուշադրություն չդարձրեց դրան, նաև եթե հիշում եք, ազգային ժողովում էլ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի չքննարկվի այդ օրենքը ազգային ժողովի նիստում։ Բացի դրանից падգամավորները վարկաբեկում էին ու սպառնալիքներ հնչեցնում քարոզիչները, բանի օրինակ եթե հիշեք Գևորգ Պապոյանը, որը հիմա նախարար այն ժամանակ падգամավոր էր, ու մեկ էլ մյուս падգամավորը անունը ինչ էր ինքին падգամավորի, որ աղոնիկով հայտնի նկար ունի։ Արփի Դավոյանը։ Հա, իրանք ստում էին թե բան Հայաքվեն պատերազմ է հրահրում կամ մի հատ Հացություն Մկրտչյան ռոպագանդիստ կա, որ հանրային հեռուստատեսության եթեր էին կանչում եւ հանրային ասում էր, որ ովքեր որ ստորագրեն այդ օրենքի նախագծերի օգտին, նրանց կուղարկեն պատերազմ կամ բանակ, տենց ինչ-որ բաներ սպառնում էր, հա, այսինքն սա ուղիղ ներգործություն էր Հայաստանի քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքից զրկելու։ Սա Հայաքվեի մասով առանձին մի զեկույց էր, մյուսը 4 կազմակերպությունների կոալիցիաներով ենք դիմել, որը վերաբերում էր քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարմանը։ Այդ թվում խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների լրատվամիջոցների դեմ ոտնձգություններին, խոշտանգումներին, կրկին ընտրական այդ իրավունքի խախտմանը, երբ որ համայնքապետերին էին ձերբակալում, նստացնում կամ այդ ընտրության ժամանակ անհավասար պայմաններ էին ստեղծում, ինչպես նաև թե ինչպես են խոսքի ազատությունը փորձում սահմանափակել խուլիգանության հոդվածով, հա, այդ իմնեմնի ոդքասթի հաղորդավարներին, որ խուլիգանության հոդված էին կապել, ինչպես էին փորձում օրինակ
միջազգային նորմերին չհամապատասխանող հոդվածով բանը 236-ներ, որը բանը մարդկանց շահագրգռելը ցույցերին մասնակցելու, որը բանն էլ տվեց, ԵԽԽՎ-ն էլ իր կարծիքը տվեց, որ չի համապատասխանում նորմերին, 20 հոգի մոտավորապես անցել է դրանով եւ Ավետիք Չալաբյանն էլ այդ թվում Հայաքվեի համակարգողը նույնպես կալանավորվել էր այդ հոդվածով, եթե հիշում եք։ Սա քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասն էր եւ Հայաքվեի։ Այս երկու զեկույցներն էինք մենք ներկայացրել։ Արձագանքներն ինչպիսին էին։ Արձագանքները։ Ուրեմն մոտավորապես չէ 98 երկիր փաստորեն դիտարկում եւ առաջարկություն արեց, հա։ Եվ հիմնականում եթե բաժանենք թե որն էր գերակշռում դիտարկումներն ու առաջարկությունների մեծ մասը վերաբերվում էր կանանց իրավունքներին, կանանց ներգրավվածությանը հանրային եւ քաղաքական գործունեության մեջ, ինչպես նաեւ շատ էր առաջարկը, որպեսզի վավերացնեն Ստամբուլյան կոնվենցիան, որը կանանց իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, եւ այնտեղ կային առաջարկներ թրաֆիքինգի դեմ պայքարի, կային առաջարկներ երեխաների իրավունքների հետ կապված, հատկապես հեռավոր գյուղերում սովորող երեխաների կրթությունը ապահովելու եւ իհարկե մեր զեկույցների հիման վրա երկրները նույնպես առաջարկություններ էին արել, մասնավորապես Գերմանիայի 3 առաջարկությունները օրինակ վերաբերում էր հենց մեր անհանգստություններին, մեկը դատական իշխանության անկախությանը, մյուսը լրագրողների եւ ազատ խոսքի իրավունքը չոտնահարելուն եւ խոշտանգումները դադարեցնելուն ոստիկանությունում եւ այլն։ Ավստրալիան, Ավստրիան, Էստոնիան, Ֆինլանդիան, օրինակ Էստոնիան ու Ֆինլանդիան նաեւ ուղիղ առաջարկ արեցին, որպեսզի դադարեցնեն այն պրակտիկան հանրային գործիչների աշխատանքը դժվարացնելու, խոչընդոտելու եւ ռազմավարական դատավարություններ դրանց հենց եթե չեմ սխալվում հենց Ֆինլանդիան էր, որը գործացեց այդ բառը ռազմավարական դատավարություններ իրականացնելու համար։ Այսինքն բավարար եթե նայենք 5 տարիների ընթացքում ինչ է տեղի ունեցել եւ ՄԱԿ-ի այս համընդհանուր պարբերական դիտարկման ժամանակ որ իրավախախտումներն էին գերակշռում, ինքը չի համապատասխանում իրականությանը, ինչ որ Հայաստանում տեղի էր ունենում այս 5 տարիներին։ Բայց թութու, այսը փայտիսա, չէ՞, եղան առաջարկներ եւ դիտարկումներ այն իրավախախտումների հետ կապված, որ քաղաքացիական պայմանագիրը որպես պետության լծակներին տիրապետող մարդ խախտել է մարդու իրավունքները։ Նման եզրահանգման եկան փաստորեն պետությունները։ Նայեք, պետությունները ամեն մեկը իր դիտարկումն ու առաջարկությունները արել է, մայիսի 7-ին վաղը, եթե եթերա դուրս գալու մայիսի 6-ին, ապա վաղը։ Պետք է Հայաստանը նախնական իր արձագանքը տա, որ առաջարկություններն են ընդունում, որը չի ընդունում, որը մասամբ է ընդունում եւ այլն։ Իդեպ Ադրբեջանն էլ առաջարկություն արել, դրանը կանդրադառնանք, հա։ Բայց սեպտեմբերին արդեն վերջնական պետք է ասի ինչ առաջարկություններ է ընդունում եւ դրանից հետո պետք է արդեն այդ առաջարկությունների իրականացման համար սկսի աշխատել։ Նախորդ անգամ սա 4-րդ բանն էր, նման նիստն էր Հայաստանի, 3-րդ նիստի ժամանակ օրինակ շատ է եղել առաջարկությունը, որպեսզի Հռոմի ստատուտը վավերացնեն։ Եվ հիմա քանի որ վավերացրել էին բոլորը չէ, բայց երկրների մեծ մասը իրենց խոսքը սկսելուց ողջունում էին, որ Հայաստանը կատարել է այդ իր պարտավորությունը եւ այլն։ Այսինքն Հայաստանը քանի որ վավերացրել է մի շարք կոնվենցիաներ, այդ կոնվենցիաների առաջ պարտավորություններ ունի, մի առաջարկությունները բխում է այդ պարտավորությունները կատարելուց, մյուսը, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը զարգացնի, առաջարկվում են, ասենք, այլ կոնվենցիաների եւ օրենսդրության բաներ միանալ եւ օրենսդրական փոփոխություններ անել եւ այլն ու ասում եմ այս օրինակ խոշտանգումների հետ կապված այդ ոստիկանության խոշտանգումների հետ կապված այդ խոսակցությունները շատ լավ է որ կային, որտեղ ես ճիշտ ասած մտավախություն ունեի, որ կարող է առհասարակ այս քաղաքացիական իրավունքներին չանդրադառնան, այնտեղ երկրներ կային, որ նույնիսկ իրավապաշտպանների հետ կապված բաներին իրավապաշտպանների դեմ ոտնձգություններին անդրադարձան եւ
բանի լրագրողներին ասացի, ատելության խոսքը նաև հատուկ եղավ մի երկիր հատուկ շեշտեց ատելության խոսքը քաղաքական գործունեության համար, հա, որտեվ ատելության խոսքի մասին շատ էր խոսվում, բայց ատելության խոսքի մասին ավելի շատ խոսվում է նույնասեռականների հանդեպ ազգային փոքրամասնության կրոնական կանանց մի խոսքով, բայց մի երկիր հատուկ շեշտեց հենց բանը քաղաքական գործունեության համար։ Իսկ այս 5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագրի ատելության խոսքը երկու ուղղությամբ է եղել երեք ուղղությամբ քաղաքական գործունեության համար, նույնիսկ Հիտլերի բառապաշարն է օգտագործել ամենաբարձր մակարդակով Նիկոլ Փաշինյանը քաղաքական հակառակորդներին կոչել է բացիլ, ինչը անում էր Հիտլերը հրեաների դեմ, մյուսը դատական իշխանության հանդեպ է այդ ատելության խոսքը ահավոր մեծ մասշտաբի եղել, հիշում եք վնգստացող դատավորներ, տերեր են գտնում կրկին ամենաբարձր մակարդակով եւ արցախցիների հանդեպ այս համակարգային ատելությունը, որը տեղի ունենում մինչեւ հիմա։ Այդպես։ Օրերս նոր-նորքի թաղապետարանում ծես տեղի ունեցավ, տեսակ բլոգերի էին ծեցի ենթարկում, այս թեմայի հետ կապված ինչ կարող եք ասել եւ արդյոք միջազգային հանրությունը տեղյակ էր այդ նման դեպքերից։ Ես այնտեղ սրա մասին խոսեցի, ում հետ որ հանդիպել էի, ու այդպես խոսակցության ընթացքում քան նույն օրը եղավ, հա, ինչ որ ես ընդեղ էի, փաստորեն այդ օրերին եղավ, ու ասացի որ sense դեպք ա եղել, բայց պատկերացնեք, ասենք այդ մարդիկ էլ ռեֆերենդում են անում, բան, ստորագրահավաք են անում Եվրոպային միանալու համար, ինքը ապշեց։ Զարմացավ, կարելի է ասել, այդպես շոկի մեջ, ես ինչ շոկ չասեմ, բայց հա, այդպես զարմացավ։ Եվ այս երևույթը, որը տեղի ունեցավ, շատ նշանակալի է նրա մասին, որ այս կառույցը ուժը, որը ձևավորվել է, ինքը ժամանակավոր կառույց է ոչ թե եվրոպական արժեքները ընկալելու, կլանելու, տարածելու համար, այլ ժամանակավոր կառույց է Ռուսաստանի դեմ աշխատացնելու համար, որովհետև եվրոպական Հանրապետություն կուսակցությունը նկատի Հանրապետություն կուսակցությունը նկատի ունեմ, Հանրապետություն կուսակցությունից է, չէ՞։ Այո։ Հանրապետություն կուսակցությունը ինքը ստորագրահավաք էր անում Եվրոմիության միանալու համար, նույնպիսի ստորագրահավաք, ինչպիսին հայակվեն էր անում, ընդ որում առանց խոչընդոտների, հա, որևէ խոչընդոտ չեղավ։ Հակառակը ամբողջությամբ ուներ այդ իշխանության այդ աջակցությունը այդ ստորագրահավաքը իրականացնելու համար։ Սա նույնիսկ մի կողմից գիտեք վիրավորական էր այն իմաստով, որ հայակվեի ներկայացրած օրենքի նախագծերը վերաբերում են մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեկը Արցախի այլ երկրում ճանաչելը քրեականացնելը, մյուսը ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը քրեականացնելը։ Եթե այսպես խոսանք, այսինքն իմ եւ ձեզ մեր ինքնությանը առնչվող, մեր ինքնության հիմքով մեր իրավունքները պաշտպանելու համար, բայց խոչընդոտվում էր հենց Հայաստանի քաղաքացիների կողմից, որոնք հասել են իշխանության պետական լծակներին։ Այս մեկը պարզապես ճաշակի հարց է, հա։ Դուք Եվրոպա եք ուզում եք գնալ Ռուսաստան, ուզում եք գնալ Չինաստան, ուզում եք մեկուսանալ ամբողջ աշխարհից մնալ այսպես մեկուսացած ոնց որ այս իշխանությունն է մեկուսացրել, սա ավելի ճաշակի հարց է։ Բայց մի կողմ կա ճաշակ, մյուս կողմը բնականաբար կա բան, հաշվարկ, թե որտեղ է ձեռք տալիս։ Հիմա Հայաստանի քաղաքացիների անվտանգության իրավունքների պաշտպանության համար այս պատմական ժամանակաշրջանում ձեռք չի տալիս Եվրոպա գնալու։ Եվրոպական արժեքները, եթե խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանության եւ այլնի մասին, ամեն եվրոպական արժեքներ չեն, հա, դա հենց հայկական արժեքներ են։ Մենք օրինակ հենց հիմա Ադրբեջանում ժողովրդավարության համար կռիվ ենք տալիս։ Ինչպես Արցախը ժողովրդավար երկիր էր, այո, քանի նախագահ էր փոխել, 5-6 նախագահ էր փոխել։ Հիմա նրանցից 2-ը Ադրբեջանի բանտում են։ Պետնախարարը Ադրբեջանի բանտում է, արտաքին գործերի նախարարը նախկին Ադրբեջանի բանտում է։ Այսինքն ժողովրդավար կազմակերպության, այսպես ասած, որպես պետություն, մարդիկ դատվում են բռնապետական երկրի դատարանում։ Այսինքն Հայաստանը այս պարագայում ինքը ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքը հենց կրողն է եւ դրա համար զրկանքներ է կրում։
Եվրոպան չի կրում հիմա զրկանքներ դրա համար։ Եվրոպան գալիս է Ադրբեջանի հետ, գազի հետ, բանի հետ կապված, էներգակիրների հետ կապված պայմանավորվածություններ է զուգ։ Բայց աշխարհում, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար, պայքարի համար, հա, այդ ամրագրելու համար այդ իրավունքները, հենց Հայաստանն է։ Այնպես որ պետքա քիթներս բարձր պահենք, էլի, այդ իմաստով, քանի որ մենք միայն մեր հայրենիքի համար չենք կրում, այլ աշխարհի համար ենք այդ զրկանքները կրում։ Ու այս իմաստով, եթե նայենք Արամ Սարգսյանի արածը, տեսախցիկների առաջ բլոգերին ծեծում են, ինքը ողջունում է դա, ու մի հատ էլ գցում է ռուսների վրա, չէ՞, չգցում։ Ասում են ՌԴ դեսպանատանը։ Ահա, եթե Եվրամիության արժեքներին ուզում ես ինտեգրվես, ինչ պիտի անես, պիտի դատապարտես, ասես ընկեր ջան, ես քեզ հռչակագիր, ես քեզ կոնվենցիաներ, ես քեզ բան իշխանությունը զսպելու մեխանիզմներ։ Դատապարտելի է, մենք հեռացնում ենք այս մարդուն բանից։ Բայց չէ, գցում է ռուսների վրա։ Նույնը ովքեր էին անում, թուրքերը։ Անզեն մարդկանց կոտորում էին 100 հազարավոր հարյուրներով հավաքվում էին իրանց զենքերով, անզեն մարդկանց կոտորում էին, չէ՞։ Ոչ տեսախցիկի առաջ, տեսախցիկից դուրս։ Հետո ինչ էին ասում, լավ են կարել, որովհետև սրանք անցել են ռուսների կողմը։ Հետո էլ քննադատում են ինչը, իրենց դրոշը վառել, այսինքն Թուրքիայի դրոշը որպես ցեղասպանի սիմվոլ, ինչպես ֆաշիստական դրոշն են վառում, վառելը քննադատում են, բնականաբար ոչ թե քաղաքակրթության, քաղաքավարության դիրքից, որը ինչպես կարելի է բան, այլ պարզապես նույնացել են, այդ արժեքները կրողն են։ 10 հոգով մեկին ծեծելը նույնիսկ մեր պատանեկության ժամանակ խուլիգանության հոդված էր կապվում, հա, նման արարքների համար։ Հիմա քննարկվում է impeachment-ի գործընթացը, կան հասարակական գործիչներ, ովքեր ընդդիմությանը մղում են, խորհրդարանական ընդդիմությանը մղում են սահմանադրությամբ երաշխավորված այդ գործիքից օգտվելու համար, խորհրդարանական Հայաստան դաշինքներ, խմբակցությունը մի տեսակ թերահավատորեն է մոտենում, մեղմ ասած, ասում են, որ հիմա դրա համար չկան նախադրյալներ, որպեսզի դա ստացվի մեծ հաշվով, դուք ինչ եք կարծում, պետք է այդ գործիքից օգտվել այս փուլում եւ արդյոք կան նախադրյալներ impeachment-ի համար։ Impeachment-ի համար impeachment-ը ներկայացնողները նույնպես համաձայն են, չէ՞, որ լայն համախմբվածություն է պետք, որպեսզի հնարավոր լինի այն ձայները, որոնք չունեն ընդդիմադիրները impeachment-ը իրականացնելու համար ստանում։ Համաձայն են, չէ՞, դժվար է համաձայն չեն։ Համախմբված լայն համախմբվածություն է պարտադիր։ Այսինքն այդ գործիչները այդ հիմք ընդունելով որ լայն համախմբվածություն է հարկավոր, պետք է նպատակ դնեին լայն համախմբվածություն ստեղծելու համար։ Ճիշտ է։ Impeachment-ի գործընթացը ինչի է բերել։ Լայն համախմբվածության, թե բերել է ավելի շատ պառակտումների, ավելի շատ գզվռտոցների, ավելի շատ բարիացկամ հարաբերությունների թելեր են խզվել եւ այլն եւ այլն։ Մենք տեսնում ենք, հա, սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում կարող ենք շատ ակնհայտ 1-2 մեկնաբանությունով գրառումով հասկանալ, որ նույնիսկ այն թելերը համերաշխության որ գոյություն ունեին այս 8 տարիների ընթացքում սկսում են խախտվել ու իրար դեմ են լարվում։ Հիմա հարց է առաջանում, եթե այս գործընթացը բերել է համախմբվածության պառակտման, ուրեմն այս գործընթացը դառնում է, որ հենց իր մեջից, իր նպատակից արդեն շեղվել է իր նպատակից, հասկացաք, այն համախմբվածությունը, որ անհրաժեշտ է impeachment-ի համար, ոչ միայն չի ստեղծվել, այլ հակառակն է արվել։ Դրանից հետևություն պետք է անեն այն մարդիկ, ովքեր ում նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Ինչու՞, որովհետև եթե ընդունում եք, որ համախմբվածությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միջոցն է, բայց ձեր գործողությունների հետևանքով պառակտումներ են առաջացել, ուրեմն դուք ձեր նպատակի ջրաղացին ոչ թե ջուր եք լցել, այլ ցեխ եք լցել։ Հիմա այս մեկ պատճառ, որ այս impeachment-ը արդեն ցույց է տալիս, որ բանը նպատակից շեղված եւ բացասական հետևանքներ ունեցող գործընթացի վերածվեց։ Մյուսը ենթադրենք մենք որոշում ենք, որ այդ լայն համախմբվածությունը պետք է ստեղծվի, որպեսզի այդ ԿՊ-ից անհրաժեշտ ձայները, ինչպես նաեւ մեկ անկախ падգամավոր Գեգամ Նազարյանը, որը արդեն հայտնեց, որ նույնիսկ այդ ձայները եթե լինեն ինքը չի տա,
նախ եւ առաջ այդ իրա չտալը Իրանով չի պայմանավորված, մեզնով է պայմանավորված, որտեղ ովքեր որ Հայաստան դաշինք են ընտրել, ինքը իրանց առաջ պատասխանատվություն ունի, բայց ամեն դեպքում ինքն էլ դրանց մեջ եթե պետք է այդ որոշակի քանակի ԿՊ-ի ձայները բերել։ Հիմա այս պարագայում, այս ատելության շուրջ, որ ատելություն կա ԿՊ-ի հանդեպ, արդյոք իրանք ունակ են լինելու, համաձայն են լինելու, որպեսզի Հայաստան դաշինքը կամ պատիվ ունեմը զսպի այս ատելությունը եւ սկսի, ասենք, ավելի բարի դրացիական խոսալ, հա, բանի ԿՊ-ի падգամավորների հանդեպ, օրինակ, ասենք, դավաճան բառը չկիրառի բանի ԿՊ-ի հանդեպ։ Ամենապարզ օրինակը։ Ինչ եմ սա ասում, որովհետեւ եթե այդ ձայները պետքա բերես, պետքա ինչ-որ ռազմավարական խորամանկություն չդրսևորես։ Ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, համոզելով, որ վենդետա չի լինելու։ Ու երբ որ անընդհատ կրկնում էր վենդետա չի լինելու, հանրապետական կուսակցության մեջ այդ գեներացված ատելությունը, որ կար ժողովրդի հանդեպ, մի քիչ նվազում էր, իրեն հանգիստ էին ավելի զգում իշխանությունը հանձնելուց։ Հիմա արդյոք այդ համաձայն է լինելու ժողովուրդը եւ մնացած բոլորը, որպեսզի այդ impeachment-ի գործընթացի համար ատելությունը չգեներացվի եւ անուններով չկոչենք այն անուններով չկոչվեն ԿՊ-ն, ինչ որ նախկինում կոչվել է իրենց արած գործողությունների համար։ Այնպես որ սրանից ելնելով այս impeachment-ի գործընթացը ավելի շատ բանի է նման, ինչ որ նոր մոտեցումներ ստեղծելու գուցե եւ հետագա զարգացումների համար, հա, ինչ որ հարաբերություններ խզելով նոր հարաբերություններ ստեղծելու համար։ Օրինակ կարող է հետագայում, ասենք, մոտա ընտրությունները ինչ որ նոր կոալիցիաներ առաջացնելու անհավանական կոալիցիաներ, որը ասենք կարող 2008 թվականին չպատկերացնեինք, այս շրջանում հանկարծ մեկ էլ արդեն բերի, այսինքն այս երկու խմբավորումը, որ իրար մի քիչ միսուտ են, առանձնանան իրանից, ժողովուրդը ավելի հեշտ կընկալի այն մնացած գործողությունները, որոնք դրանից կբխեն։ Impeachment-ի մասով թերևս այսքանը, ամեն դեպքում եթե մեզ պետք է հայ ազգին պետք է լայն համախմբվածություն, impeachment-ի գործընթացը բերում է լայն պարակտվածություն։ Բայց արդյոք Հայաստան դաշինքից չի գալիս այդ պարակտվածությունը, որովհետև ինչն է պատճառը, ասում են նախադրյալներ չկա impeachment-ի համար։ Մյուս թևն էլ ասում է, բայց մենք ոչինչ չենք կորցնում փորձելու պարագայում, հա, չի ստացվի հիմա, բայց չանելու հիմքը ո՞րն է։ Հիմա ինչու է այս արհեստական պարակտվածությունը առաջանում։ Կարելի է ուղղակի փորձել այդ գործընթացը, ժողովուրդն էլ կհամախմբվեր կամ չէր համախմբվի։ Դա արդեն Հայաստան դաշինքի падգամավորն է, ես պետք է հարցեք, իրենք կունենան իրենց հաշվարկը, իրենք ձեզ ավելի լավ կպատասխանեն։ Ես չեմ կարող Հայաստան դաշինքի փոխարեն պատասխանեմ, թե որն է իրենց անհանգստությունը այդ անելու համար։ Ամեն դեպքում այն հոսանքը, որը գալիս է այդ impeachment-ի գործընթացից, նկատի ունեմ քաղտեխնոլոգ Նարեկ Մալյանին, որը նաև քաղբանտարկյալ էր եւ նրա ներկայացման համար իրեն ԱՊՕ-ի ձերբակալել էին։ Իբիջայլոց մեր զեկույցում էլ տեղ էր գտել այդ դեպքը, մի քանի անգամ արդեն նկատվում է այդ բաները, հա, մղումները դեպի պարակտվածության գործողություն։ Ես հիշում եմ մի անգամ էլ դեռևս կալանավորված չէր, միտք հնչեցրեց, որ երբեմն ոչ թե համախմբվածությունն է արդյունք տալիս, այլ պարակտվածությունը, բոլորը բոլորին դեմ բանով, տեսությունով եւ այլն։ Հիմա իմ տեսակետը դա չի, ասենք ես ավելի լայն համախմբվածության եմ ձգտում, բայց մարդիկ կան, որ դրա մեջ են տեսնում եւ այդպես են գործում պարակտվածության պարակտվելու մեթոդով։ Ինչևէ, կրկին այդ կլինի թե չի ինչ հաշվարկներ ունեն, ինչ են արել, լավագույնս իրենց խոսքն է, իրենք էլ պետք է մեկնաբանեն իրենց խոսքը, թե ինչ են այդպես կարծում, բայց փաստն այն է, որ այս գործընթացը սկսելու արդյունքում սկսվել է այդ պարակտման շրջանը, հա, եւս մեկ շրջան, որտեղ սա երկրորդն է, նախորդը Գյումրու ընտրություններից առաջ էր, հա, բայց մենք տեսանք, չէ՞ որ Գյումրի ընտրությունները, օրինակ, հնարավոր եղավ ԿՊ-ի իշխանությունից ձերբազատվել համախմբվածության արդյունքում։ Նույնիսկ մարդիկ գնացին կոմպրոմիսների իրենք իրենց հետ, որպեսզի ԿՊ-ին, որպեսզի այդ համախմբվածությունը ստեղծվի
ԿՊ-ն չգա իշխանություն։ Օրինակ Սիսիանում էլ էր այդպիսի դեպք եղել, բայց Սիսիանում ապրելու երկիր է չկարողացավ այդ լայն համախմբվածությունը ստեղծի 22 թվականին ու տեղի չունեցավ այդ բանը։ Դե հիմա տեսնենք 26 թվականի ընտրություններին քիչ է մնացել, կարող է այնտեղ երևա թե ինչ համախմբվածության հնարավորություններ կան։ Հետևենք քաղաքական process-ներին, տեսնենք թե ինչ ճակատագիր է ունենում այնուամենայնիվ impeachment-ի գործընթացը, կարծում եմ դեռևս առիթներ կլինեն զրուցելու, պարոն Իշխանյան, շնորհակալ եմ այս զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, ես զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Հովհաննես Իշխանյանի հետ, կհանդիպենք։